Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր պատրաստելու ենք շատ համեղ մինի պիցցաներ, կպատրաստեմ և կկիսվեմ ձեզ հետ իմ պատրաստման եղանակով, ամենակարևորը, որ անհրաժեշտ է պատրաստել սիրով։ Սկսեցինք պատրաստելը, ամանի մեջ լցնում ենք գոլից տաք կաթը, կաթի ջերմաստիճանը շատ կարևոր է, քանի որ եթե լինի գոլից շատ տաք կամ սառը, այդ դեպքում խմորիչը կկորցնի իր հատկությունները և խմորը լավ չի հասունանա։ Այնուհետև ավելացնում ենք աղ, ավելացնում ենք խմորիչը, 1 թեյ գդալ շաքարավազ, մի փոքր խառնում ենք, ավելացնում ենք բուսայուղ, բաղադրիչների ճշգրիտ քանակությունը կգտնեք տեսանյութի ներքևում և թթվասեր։ Այս ամենը խառնելուց հետո մաղով սկսում ենք անցկացնել ալյուրը։ Պետք է ստանանք շատ փափուկ, ձեռքերին քիչ կպնող խմոր։ Աշտանաբար ավելացնում ենք և խառնում ենք, հենց մի փոքր պնդանա տեղափոխում ենք սեղանի վրա, որպեսզի ձեռքով հունցենք։ Մի քանի րոպե հունցելուց հետո հաստանում ենք այսպիսի փափուկ ձեռքերին թույլ կպնող խմոր։ Այժմ անհրաժեշտ է ամանի մեջ քսել բուսայուղ և խմորը տեղափոխել ամանի մեջ։ Խմորը ծածկում ենք սննդային թաղանթով և տեղափոխում ենք տաք տեղ, որպեսզի խմորը հասունանա։ Ես տեղափոխում եմ ջեռոց, միացնում եմ ջեռոցը 40 աստիճան և թողնում եմ այնտեղ մինչև խմորը հասունանա։ Իսկ մինչ խմորը կհասունանա, պատրաստենք միջուկը։ Միջուկի համար կարող եք վերցնել այն, ինչը որ կա ձեր ձեռքի տակ։ Ես վերցրել եմ պղպեղներ, նրբերշիկ, պանիր, կետչուպ և մայոնեզ։ Եվ մի փոքր կանաչի է մեզ անհրաժեշտ։ Այս ամենը կտրատում ենք, ես կկտրատեմ խորանարդիկներով, դուք կտրատեք այնպես, ինչպես որ ցանկանում եք։ Եվ ահա միջուկի համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները պատրաստ են, ինձ մոտ խմորը նույնպես հասունացել է, հիմա դուրս կբերեմ ջեռոցից, ահա տեսեք որքան լավ է հասունացել, խմորը տեղափոխում ենք սեղանի վրա և բաժանում ենք մասերի։ Մինի պիցցաների չափը կարող եք դուք ինքներդ որոշել, թե ինչ չափի կցանկանաք պատրաստել։ Եվ ըստ դրա խմորը բաժանեք մասերի։ Ես բաժանեցի 14 մասի։ Բաժանում ենք մասերի, պատրաստում ենք գնդեր և թողնում ենք, որպեսզի մի 10-ից 15 րոպե հանգստանա։ Այնուհետև վերցնում ենք հանգստացած գունդը և այսպես բացում ձեռքերով։
Եվ մնացած գործողություններն անում եք այնպես, ինչպես ցուցադրում եմ տեսանյութում։ Այս կետչուպի բաղադրատոմսը նույնպես կթողեմ տեսանյութի ներքևում։ Ահա այսպես գեղեցիկ պիցցաները պատրաստելուց հետո անպայման թողում ենք, որպեսզի ջեռոցի տապակի մեջ եւս 10-ից 15 րոպե մնա եւ հանգստանա, որից հետո արդեն վրան քսում ենք դեղնուց։ Դեղնուցը քսելուց հետո այսպես պիցցաների վրա կարող ենք ըստ ճաշակի փշախ տալ քունջութի սերմեր։ Այս ընթացքում արդեն ջեռոցը միացնում եւ տաքացնում ենք 170-ից 200 աստիճան, պիցցաները տեղափոխում ենք ջեռոց, մինչեւ ահա այսպիսի գեղեցիկ ոսկեգույն երանգ ստանալը։ Մեր պիցցաները պատրաստ են, թխում ենք նաեւ մյուս գնդերից։ Սիրելի հետևորդներ, այս տարբերակով պատրաստված պիցցաները շատ համեղ են ստացվում, շատ տարբերող, բոլորը շատ գոհ էին, շատ յուրահատուկ պիցցաներ են ստացվել։ Խորհուրդ կտամ դուք նույնպես փորձեք եւ վայելեք։ Իսկ եթե հավանեցիք իմ պատրաստած տեսանյութը, սեղմեք լայք, բաժանորդագրվեք իմ ալիքին, եթե դեռ բաժանորդագրված չեք, տեսանյութի հղումով կիսվեք ձեր սոցկայքերում, որպեսզի ձեր ընկերները նույնպես տեսնեն, իսկ այսօր էլ պատրաստել էի այսքանը, շնորհակալություն հետևելու եւ մեկնաբանություններ գրելու համար։ Կհանդիպենք հաջորդ տեսանյութում։ Ցտեսություն։